Ներկայացված փաթեթը կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, տարածքային կառավարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ է եւ առաջին ընթերցմամբ մենք այն արդեն քննարկել ենք ազգային ժողովում, հիշեցնեմ, որ խոսքը կրթության ոլորտում հանրակրթության բնագավառում մեկ լիազոր մարմին սահմանելու էր վերաբերում եւ մենք այս փաթեթը ներկայացրել էինք այն տրամաբանությամբ, որ կարողանայինք փուլային սկզբունքով սկզբում մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող հաստատությունները, իսկ այնուհետև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունները փոխանցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դաշտ եւ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մի շարք առաջարկներ են ստացվել հիմնականում կառավարության գործընկերներից, որոնք ներկայացված են ամփոփաթերթում, դրանք գլխավորապես կրում են իրավական տեխնիկայի լավարկման եւ խմբագրական բնույթ, այստեղ ես երկու բան կուզեի առանձնացնել, որպես բովանդակային ավելի փոփոխություն, նախ հստակեցվել է ուրեմն վարչատնտեսական համակարգողի նշանակման հետ կապված հարաբերությունները, հաշվի առնելով լիազոր մարմինների հստակեցման դրույթը, ինչպես նաեւ հստակեցվել է մասնագիտացված եւ ուրեմն հատուկ դպրոց ռեսուրս կենտրոնների պարագայում այս ուրեմն պաշտոնների առկայությունը եւ ինչը կարեւոր է որոշ տեղերում շփոթից խուսափելու համար հստակեցվել է, որ կարգավորումները գործում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար եւ ոչ պետական հաստատություններին չեն վերաբերում։ Մեկ բովանդակային կարեւոր փոփոխություն, որը ասեմ նաեւ, որ ոլորտում էր տևական ժամանակ բարձրաձայնվում եւ մենք երկրորդ ընթերցումից առաջ գտել ենք որոշակի տարբերակ լուծելու այդ հարցը, վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը։ Մենք հաճախ էինք ունենում իրավիճակ, երբ որ կրթության ոլորտում մասնագիտացված կառույցների աշխատակիցները, ինչպես օրինակ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամն է, նրանց աշխատակիցների գործունեությունը, որը ուղղակիորեն առնչվում է կրթական բովանդակության, մեթոդների եւ այլ կարեւոր բովանդակային հարցերի քննարկմանը, մանկավարժական աշխատանք չէր համարվում եւ հիմա այստեղ ուրեմն երկրորդ ընթերցումից առաջ ներառել ենք մանկավարժական աշխատողի սահմանման վերախմբագրված տարբերակը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների աշխատանքային ստաժը նույնպես համարվի մանկավարժական ստաժ։ Ինչու է սա կարևոր, որ օրինակ հետագայում, երբ որ տվյալ անձինք որևէ ցանկություն ունենան անցում կատարել դեպի հանրակրթական ուսումնական հաստատություն, օրինակ որպես տնօրեն կամ որևէ այլ պաշտոնում, ապա նրանց այս աշխատանքային փորձը չնայած ուղղակիորեն առնչվում էր հենց ուրեմն կրթական գործունեությանը եւ մանկավարժությանը, այդուհանդերձ այդպիսին չէր համարվում։ Եվ այս երկրորդ ընթերցումից առաջ մենք այս հարցը նույնպես փորձել ենք կարգավորել։